այդ թվում Արցվաշենի հետ կապված խնդիրը, չնայած ես ձեզ ուղիղ ասեմ, նոր չգիտեմ դա եթերում գնաց թե չէ, ճամբարակից որ դուրս էին գալիս, մի մարդ մոտեցավ, ասեց ըստ ամենայնի Արցվաշենցի էր, ասեց ես կարծում եմ, որ ավելի ճիշտ է փոխանակման միջոցով լուծենք այդ խնդիրը։ Ժորժ ջան, դա տարբերակներից մեկն է, բայց ես ուզում եմ մի բան խնդրեմ, այդ թեման ընդհանրապես այլևս մեզ համար լարվածության հարց չի, որովհետև սկզբունքը դրվել է։ Հիմա եթե հարցը հետևյալն է, Ադրբեջանը եւ Հայաստանը իրար ուզում են խոցեն սահմանազատման process-ով, թե ուզում են իրար հարցերը փակեն, լուծեն նենց, որ մեր երեխեքը, իրանց երեխեքը էլ այդ թեմաները չունենան, դա մեր պարտքն է, ժողովուրդ ջան, դա մեր պարտքն է, երեխեքին թողել, մի հատ երկիր, այն ժամանակ 2020-21 թվին, այն որ ես անդադ խոսում եք կադաստրի թղթի մասին, չէ, մենք մեր երեխեքին պետք է թողնենք երկիր, արդեն իսկ կադաստրի թուղթը կա, արդեն իսկ այդ թուղթը կա, այդ կադաստրի թղթի մեջ մնում է գծագիրները վերջնականացնենք, այդ կադաստրի թղթով հաստատված պետությունը սերունդ մենք պետք է փոխանցենք, որ այս երեխեքը էլ չմտածեն, վայ սահմանին ինչ կլինի, վայ սահմանին ոնց կլինի, լինելու է անվտանգություն եւ լինելու է Հայաստանի պաշտպանունակությունը անընդհատ բարձրանալու է, բայց միջև շարունակել այս թեման ես ուրիշ բան եմ ուզում ասեմ։ Այսի 28-ից օրահանդեսին դուք տեսաք սպառազինություն բազմաթիվ օտարերկրյա արտադրության, բայց ամեն անգամ, երբ որ հրապարակ էր մտնում Հայաստանի արտադրության սպառազինություն, հրապարակը ծափերից թնդում էր, եւ ես հասկացա, որ մարդիկ շատ ուրախանում են դրա վրա։ 2021 թվի ժողովուրդ մենք 170 միլիարդ դրամ ենք ներդրել ռազմարտունաբերության զարգացման համար։ Մենք գիտության ֆինանսավորումը 2017 թվի համեմատ 2025-ին 2.8 անգամ ավելացրել ենք։ Գիտության ոլորտի աշխատավարձերը 100-ից 300% ավելացրել ենք։ Եվ ահա որպես արդյունք մենք ունենք ռազմարտունաբերական համալիր, որը արդեն առաջին լուրջ արտահանումներն է արել զարգացած երկրներ, ժողովուրդ, զարգացած, ոչ թե զարգացող, այլ զարգացած երկրներ։ Եվ էսա ամենակարևոր արդյունքը այդ ներդրման։ Էլի եմ ասում, Հայաստանը նոր որակի պետություն լինելով նաև մեզ նոր որակի կրթություն է պետք, մեզ նոր որակի ճանապարհներ են պետք, մեզ նոր որակի արդարադատություն է պետք, մեզ նոր որակի ենթակառուցվածքներ են պետք, մեզ նոր որակի շրջակա միջավայրի նկատմամբ խնամք է հարկավոր եւ մենք գնալու ենք այդ ճանապարհով։ Բայց այս ամեն ինչ իհարկե կարևոր է, բայց ամենակարևորը չի։ Ամենակարևորը այն է, որ ի վերջո Հայաստանի Հանրապետությունում հաստատվել է խաղաղություն եւ ես խաղաղության առիթով շնորհավորում եմ բոլորին։ 2025 թվականը առաջին օրացուցային տարին է, որ մենք սահմանին ոչ զոհ ենք ունեցել, ոչ վիրավոր, այսինքն առաջին հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը։ Նրանից առաջ բոլոր տարիներին մենք ունեցել ենք զոհեր եւ վիրավորներ։ Եվ մենք հիմա արդեն ոչ օրացուցայինից դուրս 2 տարի մենք սահմանին ոչ զոհ ունենք, ոչ վիրավոր։ Մեր սահմանամերձ գյուղերի բնակիչները այլևս իրանց խոհանոցից դեպի իրանց ճաշասենյակ գնալիս անվտանգության հատուկ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտություն չունեն, որովհետև դրա կարիքը չկա։ Ընդհակառակը մեր սահմանամերձ գյուղերում այսօր 3400 տուն է կառուցվում 16 միլիոնի ծրագրով։ Այդ գյուղերի տասնյակներում մեծ մասում 91 թվից մինչև 2022 թվը մի հատ տուն կառուցված չի եղել, ժողովուրդ ջան, մի հատ տուն կառուցված չի եղել։ Հիմա հազարավոր տներ են կառուցվում մեր սահմանամերձ գյուղերում, եւ սա խաղաղության ամենամեծ նշանն է եւ խաղաղության ամենամեծ արտահայտությունն է։ Եվ այս ընտրություններում ամենակարևոր հարցը հետեւյալն է, որը այն շատ հարցեր կան, որոնք կարևոր են, բոլորն էլ կարևոր են, բայց ամենակարևորը հետեւյալ հարցն է. Հայաստանի ժողովուրդը արդյոք խաղաղությանը տեր կանգնելու է, թե տեր չի կանգնելու։ Ամենակարևոր հարցը է սա։